Նախ եւ առաջ շնորհակալություն կուզեմ հայտնել Սուրբաստատածին եկեղեցու հոգեբոր դեսուչին, Հայր Կարեկինին, հոգեբոր հովիվին, Դերդաթևին եւ հոգապարտության գազմին, որ այս առիթը ընծայեցին, ինչպես նաեւ քրիստոնեական դաստիարակության խորհրդին, հանձնախումբին, որ այս մտահոգացում ունեցած են, վեհապար հայրապետի այս գիրքը ներկայացնելու եւ որ մեր հետ բաժնելու հավատացյալներուն։ Ինչու այս գիրքը։ Մարդը լալու դակնաբը գիզագետն է մարդկային կյանքի շատ մտակնաբներուն, գսե վեհապար հայրապետը։ Մշակութային եւ արվեստագիտական արագ փոփոխությունները անհայտության մեջ կցկեն մարդը եւ կսկսին հարցումներու շարքը։ Ով է մարդ արարածը։ Ինչ կնշանակե մարդը լալ։ Վերջին շրջանին շատ դժվարություններ անցանք։ Կորոնաժահրը, Արցախյան պատերազմ եւ գորուստ, Լոս Անջելեսի հրթիռներ, Միջին Արևելք Բաղեստին Հրեաստան պատերազմ, Միջին Արևելք Սուրիա եւ Լիբանանի պատերազմները եւ այսօր համաշխարհային պատերազմ, դժբախտաբար։ Այս բոլորին Թիմաց մեր մտքի մեջ կծակի նույն հարցումը. ով է մարդ արարածը, ինչ կնշանակե մարդը լալ։ Եվ վեհապար հայրապետը այս գրքի մեջ կխոսի մարդաբանության մասին։ Մարդկային արարածը ուսումնասիրող այն գիտությունն է, որ մարդը ուսումնասիրե կենսաբանությամբ, մշակույթներով, լեզուներով եւ պատմությամբ։ Եվ վեհապար հայրապետը բաժնած է իր գիրքը զանազան ենթավերնագիրներով։ Ուրեմն ես բոլորի մասին պիտի չանդրադառնամ, բոլորի մասին դուք կրնաք գիրքը ստանալի հետ կարդալ։ Ուրեմն պիտի անդրադառնամ քանիմը ենթավերնագիրներով։ Առաջինը աստվածագետրոն եւ ոչ մարդագետրոն։ Քրիստոնեական մարդաբանությունը կմերժե մարդագետրոն մարդաբանությունը, անհիմնովին կգետրոնանա աստված մարդաբանություն գաղափարին վրա։ Քրիստոնեական մարդաբանությունը առավելաբար կհիմնվի սուրբքրային ուսուցումներուն վրա։ Քրիստոնեական մարդաբանությունը կմերժե ինքնագետրոն մարդագետրոն մոդեցումները եւ մարդը կգետրոնացնե Աստծո վրա։ Աստված գետրոնն է, մարդուս կյանքը Աստված գետրոնին շուրջ կդառնա։ Մարդաբանությունը չէ, որ աստվածաբանությունը կսահմանե, այլ աստվածաբանությունն է, որ կսահմանե մարդաբանությունը։ Եվ նորին սրբությունը կմեջբերե հետևյալ սաղմոսը. Գիտեք, թե Տերը ինքն է Աստվածը, ան մեզ ստեղծեց եւ մենք անորն ենք, իր ժողովուրդն ենք, այն հոդը, որ ինք կարած է։ Սաղմոս 100-րդ համար։ Աստուծո պատկերը մարդ ըլլալու հիմնակարը։ Ադամին բարգեւված Աստուծո պատկերը կվերապերի ամբողջ մարդկության, յուրաքանչյուր մարդ արարածի։ Աստուծո պատկերը սուրբքրային մարդաբանության գորիզն է։ Ստեղծված բոլոր արարածներուն մեջ են մարդը ունի իր յուրահատկությունը եւ յուրահատուկ դեղը։ Աստուծո պատկերն է, որ մարդը գզադորոշե մյուս բոլոր շնչավոր արարածներն։ Աստուծո պատկերը սելով պետք չէ հասկանանք Աստուծո նմանադիպը, այլ Աստուծո ցոլացումը։ Պողոս առաքյալ գսե, մենք այժմ զասված կտեսնենք աղոտ կերպով։ Գարձես հայելիի մեջ են, բայց երբ ամեն բանի գադարումը կա, զայն պիտի տեսնենք թեմ արդեմ։ Եվ կարևոր է գիտնալ հետևյալները, սիրելի հավատացյալներ, առաջին Աստուծո պատկերը բարգեւմն է դրված մարդուն եւ միևնույն ադեն բարդավորություն է։ Կարելի չէ մեկը մյուսեն զադել, մեկը մյուսը ամբողջացնե։ Երկրորդ, Աստուծո պատկերը մարդու մեջ զայն մյուս արարչութենեն չի զադեր։ Մարդը կդարձնե աստվածագետրոն եւ անոր քայլերը գուղե թեպի Աստված։ Եվ երրորդ, Աստուծո պատկերը շատ կարևոր է ինքնաճանաչողության համար։ Աստուծո պատկերը մարդուն գուտա թե ազատություն եւ թե պատասխանատվություն։ Եթե Աստուծո պատկեր ունենք մեր մեջ, պատասխանատու ենք այդ պատկերը մաքուր պահելու։
Աթամ եւ Եվա հավասար գողագիցներ։ Անոնք հավասարապես ստեղծվեցան Աստուծո պատկերով եւ նմանությամբ։ Պատկերը իրենց ընդհանուր մարդկայնության եւ հավասարության թրոշմն է։ Ծնոնդոց գիրքին մեջ Մովսես մարգարեը գրե Աստված ասավ լավ չէ որ մարդը մինակ մնա անոր օգնական մընեմ Աստված քունգուդա աթամին եւ անոր գողեն ոսկոր մարնելով եւ անգստեղծե Այս աստվածաշրջական թրվակը կբացատրե թե աթամն ու Եվան իրար կպատկանին եւ կարելի չէ մեկը մյուսեն զադել եւ առողջ մարդկային հարաբերությունը պատկերացնել Աթամ առաջ եւ Եվային ուշ ստեղծվելը մարդը գնոճմեն բարձր չի տասեր երկուքը հավասարապես Աստուծո պատկերով ու նմանությամբ ստեղծված են Նորին սրբությունը այս գլուխի մեջ կմերժե գարկմը աստվածապաններու խաղապարները, թե Եվան աթամեն ժառանգեց Աստուծո պատկերը։ Եվ այստեղ կմեջբերե ծննդոց գիրքի առաջին գլխու 27-րդ համարը։ Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, Աստուծո պատկերով ստեղծեց զանիգա, արու եւ եկ ստեղծեց զանոնք։ Եվ Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս 11-11-ի մեջ կգրե քրիստոնեական հասկացողությամբ չգա գին առանց մարդու եւ ոչ ալ մարդ առանց կնոջ այլ խոսքով գինը մարդու մեջ եւ մարդը կնոջ մեջ կամփոխանա կարելի չէ մեկը մյուսեն զադել նորին սրբությունը գխոսի մարդկային բնության անգումի մասին նաեւ շատ կարեւոր է միշտ հիշել հետեւյալը աստվածագետրոն խաղապարեն թեպի մարդագետրոն խաղապար դարձը ընդրություն մներ որ Աթամն ու Եվան ըրին իրենց ազատ գամքով։ Աստված չի բարդացրեց իրենք կացին եւ ընդրեցին ինքնագետրոն, եսագետրոն կյանքը։ Աստուծո ներկայությունեն իրենց զրկեցին։ Ազատությունը սեր եւ պատասխանատվություն կենթացրե։ Եթե դուրս կշեղի այս ընթացքեն կվերածվի եսագետրոնության։ Այս էր նաեւ մեղքը մեր նախածնողներուն ուզեցին աստվածներ դառնալ եւ այդ պատճառով իսկ ճաշակեցին բդուղը եւ մեղքը ու մահը աշխարհ մտավ։ Սակայն Աստված բազմակուտ է, սիրելի հավատացյալներ։ Մարդուն փրկության համար մարդացավ ու մարմնացավ, որբեսի մարդը դուրս հանե անգյալ վիճակեն եւ վերագանքնե ամբողջ բնությունը։ Հոս վերագանքնումի մասին է, որ կխոսվի եւ ոչ թե փոխարինումի։ Աստված եւ մարդ հարաբերությունը գաջի ու գամրաբնթվի Աստուծո մեր աղոթներով, պատալակներով, Սուրբ Գիրքի սերտողությամբ, ծառայությամբ եւ լրությամբ։ Երբեմն լրության մեջ է, որ Աստված մեզի կխոսի։ Երբ լուր կգենանք եւ գաղոթենք։ Մարդը ինքզինք կսկսի ճանչնալ, երբ կսկսի Աստված ճանչնալ։ Ամենեն կարևոր գեդողոս է։ Երբ կսկսենք Աստված ճանչնալ մեր հոգևոր կյանքով, այն ադեն է, որ նաև կսկսենք մենքս մեզ ճանչնալ, թե ով ենք մենք։ Վերստեղծում երկրորդ ատամով, Քրիստոսով։ Ինչպես ատամե ծնածները բոլորն ալ գմերնին, այնպես ալ Քրիստոսե ծնածները բոլորն ալ պիտի կենթանանան, գսե Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս 15:22-ի մեջ։ Քրիստոնեական մարդաբանությունը Քրիստոսագետրոն է։ Քրիստոս կբացահայտե ճշմարիտ մարդկությունը։ Քրիստոս կպատկանի համայն մարդկության։ Քրիստոսի առաքելությունն էր մարդիկը կովի բերել, մարդիկը իրենց անգյալ վիճակեն դուրս հանել։ Քրիստոս մեզի պես դարձավ, որպեսզի մենք իրեն պես ըլլանք։ Քրիստոս մարմնանալով իր վրա առավ մարդկային դգար բնությունը եւ խաչի ճանապարհով բժշկեց եւ նորոգեց մարդկությունը։ Հասկանալու համար մեր գոյության պատճառը, մեր raison d'être կսեվեապար հայրապետը, պետք է Քրիստոսի դառնանք։ Եթե գուզենք մենքս մեզ ճանչնալ, Քրիստոս Հիսուս ամենեն ամոր հիմքն է, որուն կրնանք ապավինել եւ որուն մեջ մենքս մեզ կգտնենք եւ կսկսենք ճանչնալ մենքս մեզ։ Այս գեդը շատ կարևոր է եւ կուզեմ անդրադառնալ։ Ուրեմն մահը վերջ մնե եւ նոր սկիզբը։ Հաջող մահվան մասին երբ կխոսենք,
բոլորս կմտահոգվենք եւ երբեմն վախնալիք նյութ է, չենք ուզել անդրադառնալ մահվան մասին, բայց այնքան գեղեցիկ գրված է այս գիրքի մեջ մահվան գաղափարը, որ մարդ կանդրադառնա, թե մահը վերջը չէ, այլ սկիզբը նոր կյանքի։ Մահը մեր ինքնաճանաչողության ընթացքի մեջ իր յուրահատուկ եւ կարեւոր տեղ ունի։ Մահը անխուսափելի կյանքի իրականությունն է, ոչ ոք կնա մահվն է խուսափիլ։ Մահը վերջ չէ, այլ նոր սկիզբ Քրիստոսով։ Քրիստոս իր հարությամբ կյանք պարգևեց համայն մարդկության եւ բոլոր անոնք, որոնք Քրիստոսի հավատալով մեռան, վերստին պիտի ապրին, հարություն պիտի առնեն։ Առաջին Հովհաննես 3:14-ի մեջ կսե. մենք գիտենք, թե մահեն կյանքի անցած ենք, ապացույցը, որ մեր եղբայրները կսիրենք։ Ով որ իր եղբայրը չի սիրեր, մահվան ենթակա կմնա։ Մոմենտո մորի փիլիսոփայության մեջ հիշեցումն է, որ մարդկային կյանքը սկիզբ ունի եւ վերջ ունի։ Հռոմեացի սպարաբետներ եւ գվերաթարնային հաղթանակները իրենց հաղթանակի գարքին մեջ սպարաբետի կողքին կնստեր նաեւ քերիմը, որ սպարաբետին ագանչին կպսպսար։ Resπais poste hominem te esse momento mori։ Եդևդ նայե հիշե որ թուն միայն մարդ ես եւ հիշե որ պիտի մեռնես։ Հիշեցումն է խոնարհության եւ բարձության, որ մարդիկ անդրադառնան, թե հավերժներ չեն, այլ ժամանակավոր շնչավորներ։ Երբ մահվան մասին կմտածենք, մենք մեզ ինքնակնության կհրավիրենք։ Ինքնակնությամբ մենք մեր ընթացքը կփոխենք եւ պատրաստ կլանք քալիքին։ Հետևաբար մահը այո ծանր է որպես նյութ, բայց անդրադարձն է մեզ մեր յուրաքանչյուրին, որ վերջը չէ։ Այո, հավանաբար երկրավոր այս կյանքի վրա վերջ է, բայց երկնավոր կյանքի ժառանգությունն է որ գուքա։ Անոր մենք մեզ կպատրաստենք ապաշխարությամբ, աղոթքով, զղջումով եւ գերտանք դիրոջ ընթരാճ։ Ճիշտ ընտրություն։ Այս բոլորի մասին շատ հագիչ կերպով անդրադարձանք։ Գաբրինք շատ նուրբ ժամանակաշրջանի մեջ։ Աշխարհը այնքան արագ կընթանա, որ մենք մտածենք, թե թեւի ուր գերտանք։ Այսօրվան ամենեն շատ լսված բառը AI-ն է, արհեստական իմացականություն, artificial intelligence, որը ստեղծվեցավ մարդու կողմէ եւ սկսած է նոր մարդը ստեղծել։ Նոր մարդը նոր ինքնաճանաչողությամբ։ Այսօր մարդկային մեր բնությունը ավելի մեծ վտանգի մեջ է, որովհետեւ մարդը դարձած է անպարտավան։ Եթե սկսնական մեղքը կգոչվեր անհնազանդության մեղք, այսօրվա մեղքը կգոչվի անպարտավանություն։ Աստուծո պատկերով ստեղծված մարդը չի գտնար անպարտավանալ։ Աստուծո պատկերով ստեղծված մարդը գոչված է ըլլալու բարձ, համեստ եւ խոնարհ։ Անպարտավանություն եւ Աստուծո պատկերը երկու հագասող բաներ են։ Մարդը կոչված է ինքզինք եւ ամբողջ ստեղծագործությունը ազատագրելու անգումեն։ Այսօր մենք բոլորս կոչված ենք գադարելու ճիշտը եւ ամենեն դժվար որոշումը, ինքնաճանաչողությամբ սրբակրվելու եւ ընտարաճ երթալու։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, գարաչարգեմ, որ երբ եկեղեցին դուրս պիտի ելեք, առնեք ձեր օրինակները, երթաք ձեր դուները, գարթակ գիրքը եւ ասեմ մեծբահոտ շրջանի համար լավագույն գիրքերը մեկն է, որ մարդ գսկսի ինքնասրբակրության այդ իր ընթացքը բռնելու եւ ոչ թե միայն մեծբահոտ ընթացքին, այլ իր ամբողջ կյանքը ինքնասրբակրության, ապաշխարության եւ աղոթքի նվիրելու։ Աստված ընդունի ձեր բոլորին բարեցողությունը, ուխտը, աղոթքը եւ թող Աստված առաջնորդե ձեզ եւ մեզ բոլորը, որովհետեւ աշխարհի մեջ դժվարությունները շատ են, փորձությունները շատ, մարդահրավերները առավել շատ։ Թող Աստված բոլորից զորացնե, օրհնե, բահե եւ պահպանե։ Ամեն։